Ձեզ մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, դուք գիտեք, որ մենք երկուշաբթին սկսում ենք Հայկ Նահապետյանի հետ, Տիկին Զորաբյանի հետ հաղորդումը ավարտելուց հետո մենք խոսենք պարոն Նահապետյանի հետ, մի փոքր այսպես ասած տեխնիկական հարց է առաջ եկել։ Բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես մենք տեսանք, թե ինչպես հերթական անգամ Նիկոլը փորձեց պղծել եկեղեցական այդ գեղեցիկ ծեսը, արարողությունը, միջոցառումը, 3 ծաղկազարդներ եւ ինքը մտավ Սուրբ Աննա եկեղեցի, միջադեպը հայտնի է, շատ տարածեց, մինչեւ այս պահը շարունակվում են փակված մնալ այդ տղաները, մեղադրանքը դեռևս առաջադրված չէ, այդ երկու երիտասարդները դպրոցահասակ են, այսինքն ավագ դպրոցում են սովորում իրենք, եւ հիմա ես պիտի կցուցադրենք, թե ինչ տեղի ունեցավ, հետո ինչպես ձերբակալվեցին այս երիտասարդները, ակնհայտ է զույգ եղբայր, հիմա Տիկին Զորաբյանը մանրամասը ամեն ինչ կնկարագրի, թե ինչ տեղի ունեցավ, բայց ակնհայտ է դառնում, որ մերժվածը շարունակում է պնդաճակատությամբ, համառությամբ մտնել այս կամ այնտեղ, ոչ միայն, չգիտեմ, ինքը փողոցում գնում է այստեղ կամ այնտեղ, ինքը շարունակում է պղծել հայ առաքելական եկեղեցին, բայց ժողովուրդը ինչպես տեսակ, գիտեք, իրենք կենտրոնացել են այս երկու երիտասարդների վրա, հետաքրքիր է, ինչի է կենտրոնացել, այնտեղ ուղղակի սենց բան, աղմկոտ վռնդում էին իրենց այդտեղից դուրս։ Հիմա եթե այդպես է, դու պիտի ինչ անես, բոլոր հավատացյալներին, չէ՞, այս տերության ձերբակալ, խնդրեմ, այս տեսարանն է նայեք, առաջինը, որ ինչպես են իրեն դուրս հանում, ուղղակի դուրս են հանում այս մարդկանց, խնդրեմ, մերժվածը, ոչ միայն կապիտուլանտը, ոչ միայն դավաճանը, ոչ միայն հողատուն, ոչ միայն թրքահպատակը, այլ բառից բուն իմաստով մերժվածը։ Ես, հիշում եք մեծ էր խոսում, ես պրոբլեմ չունեմ, ես կարող եմ առանց թիկնալ, դե 10,000 անգամ քեզ առաջարկեցին, ասա, իմիջայլոց լիանվորդ նկարագրել եւ սլակներով ցույց է տալ, եթե դա ունեք, մի հատ այլ Տիկին Զորաբյան, հա, սա էլ վերևից է, խնդրեմ, բոլորը բղավում են, որ դուրս արի այստեղից, դուրս եկեղեցուց, իմիջայլոց նաեւ հոգեվորականներն են իրեն պաշտպանում, որտեղ ասում են լուր, հանգիստ, հա, եւ այնտեղ շարունակում է, էլի պատարակ արարողությունը։ Տեսեք, 4 կողմից բառից բուն իմաստով դուրս են շպրտում եկեղեցուց։ Ինչ ես ուզում հայ առաքելական եկեղեցու։ Մի հատ էլ դա էլ ցուցադրեք, որ ուրեմն, որ իբրև ինքն առաջին ձեռք եւ այնտեղ կոնկրետ ցույց տալիս, որ ինչպես է Նիկոլի հետ եկեղեցի մտած մարդիկ, ինչպես են իրենք հարվածում, իրենք հրվշտում, այո։ Տեսեք, այդ սլակով ցույց է տալիս, տեսեք, սա Նիկոլի մարդիկ են, սլակներին հետևեք, խնդրում եմ, այս Նիկոլի մարդիկ են, ովքեր առաջինն էլ բրծել, հրել, հարվածել եւ այդ ամբողջ իրավիճակը ստեղծել։ Մեծ խոսում է, առաջարկում է սրան ու նրան, մի հատ դուք հայտնի քաղաքական գործիչ եք, Տիկին Զորաբյան, ես եմ տեսել Տիկին Զորաբյանի հետ, առնվազն ուր էին գնացել Սյունիքի կողմերը եւ Գյումրի, ես եմ տեսել, որ ասենք ինչ է տեղի ունենում, չէ, ամեն 3-րդը, 4-րդը մոտենում է եւ նույնը Գառնիկ Դանիելյանի հետ եմ մնացել, չգիտեմ առաջնորդել, բայց վստահություն ունեմ, որ հաստատ այդպիսի ընդունելության կարժանանան։ Դե դուրս արի, սա էլ ասեմ եւ խոսքը փոխանցեմ Տիկին Զորաբյանին, Տիկին Զորաբյան ուրեմն այսօր մամուլում գրվեց, որ անմիջապես 3 աշխատակազմի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել եւ իրենք այսպես որոշել էին, որ ինքը պիտի անընդհատ գնա մարդկանց մեջ, ինչ են որոշել են, որ պիտի Թիկնազորը կրկնապատկեն եւ որևէ այսպեսի հանկարծակ ինչ-որ մի բան չպիտի լինի, համապատրաստի ոչ մի բան չպիտի լինի, նախորոք իդեպ, նաեւ կա դա էլ, ես չգիտեմ հասցրեցի թե չէ հայելի տելեգրամ ալիքում դա դրված է, որ Կոնջոյանի չէ կարծեմ, վարորդն է, այո, Կոնջոյանի վարորդն է, որպես
շարքային հիացած քաղաքացի եմ, ես չգիտեմ, ինչից եմ նախորդ ավտոբուսով բերում են եւ կազմակերպված այդպես ինչ որ ֆրազներ, պարոն վարչապետ, ձեզ ոնց ենք սիրում, այսպես կազմակերպված լինելով իրենք հասկացել են, որ առերեսվելով ժողովրդի հետ ինչի արժև են կանգնում, վերջ, էլ այդպիսի բան չպիտի լինի, բոլորը պիտի ասենց կազմակերպված գան եւ սցենարը մշակված է։ Դե հիմա ինքը այդ որ առաջարկում է իր բոլորին, դե մի հատ դուրս եկեք ժողովրդի մեջ, դե մի հատ փորձիր, առանց թիկնապա, մի հատ ինչ որ պատահական տեղ գնա եւ ամենակարևորը ինքը սա պիտի այսպես բան տողերով անվերջ գնա։ Սա էլ հա ես պիտի խնդրեմ կներեք Տիկին Զորաբյան, սա էլ տեսեք որ ինքը կայարանում կանգնած եւ որոշում են որ պիտի իբրև թե ցանկացած ավտոբուս նստեն եւ գնան եւ գիտեք որ ավտոբուսն է գալիս 47 համար Եռաբլուր գնացող ավտոբուսը Նիկոլ բոլոր ճանապարհները սիրելի հայրենակիցներ ես խնդրում եմ սա պատահական բան չէ Նիկոլի տանող բոլոր ճանապարհ, այն ճանապարհը, որ ինքը գնում է, այն ճանապարհը, որ մեզ բոլորից տարել է, այն ճանապարհը, որ փորձում է նորից տանել, դա մահվան ճանապարհ է, դա կոչվում է Եռաբլուր։ Սա պատահական չի, տեսնում եք։ Սա նախախնամություններ ակնհայտ, որ նախախնամությունը միացել, տեսեք մի քանի վայրկյան է։ Ուրա տանելու մեզ Այո։ Ուրա ավելի ուրախ ավտոբուսը։ Մահվան ավտոբուսը։ Մահվան ավտոբուսը։ Ավելի ուրախ։ Չէ, հետևից է տանթատ կրկնենք, մահվան ավտոբուսը։ Ուրա գնենք։ Վերջ։ Հա։ Այո Ու իր պատգամավորն է ասում։ Խնդրեմ Տիկին Զորաբյան։